Նախ ով քանդեց արմիությունները ռեպլիկ չսեփականաշնորհեիք այդ արմիությունների հսկայական ունեցվածքը այդ բոլոր ուրեմն իրենց ուրեմն հանգստացիր մի րոպե լա մի վարքյան պարոն Բագրատյան Երբ որ դու խոսում ես պարոն Բագրատյան քեզ ոչ մեկ չի ընդհանրում քո ասածներս առաջի բառից մինչև վերջի բառը ես անհամաձայն ես հնարավորություն կտամ ես լսում եմ Դուք էլ բարի եղեք ինձ լսեք կարող եք անհամաձայն լինել ես դրանից միայն շնորհակալ Արգելի պարոն Բաբուխանյան մի վարքյան ես ժամանակը պարոն Բագրատյան խնդրում եմ տեղից որևէ ռեպլիկ իրար հարգենք համեցեք պարոն Բաբուխանյան Ուրեմն արմիությունների ունեցվածքը դե չսեփականաշնորհեիք այն հսկայական ունեցվածքը սկսած բոլոր ուրեմն հանգստյան տներից առողջարաններից վերջացրած հենց արմիության շենքով հա հրապարակի վրա երևի արմիությունները այսօր կլինեին Բայց անցնենք հարցին դեմոգրաֆիկ ծրագիր խիստ անհրաժեշտ քաղաքականություն ծերացող ազգենք կենսաթոշակների հարցը իսկապես կախված է մեր բյուջեի եւ աշխատող հատվածի վրա բանակի զինվոր է պետք աշխատուժ է պետք բոլոր առումներով եւ այսօր մենք ունենք դեմոգրաֆիկ խնդիր Տնելության խթանում, բազմազավակների խթանում, միայնակ մայրերի պաշտպանություն, անպտղության դեմ պայքար եւ այլ եւ այլ։ Դեմոգրաֆիկ խնդիրը, այստեղ ասում է հակադեմոգրաֆիկ է օրենքը։ Դեմոգրաֆիկ խնդիրը մասսաների, զանգվածների միջոցով կարելի է լուծել։ Տասնյակ հազարավոր մայրերին աջակցելու միջոցով կարելի է լուծել։ Մենք տասնյակ հազարներին թողում ենք մի կողմ, խոսում ենք 15 հոգու մասին։ Այս մի քանի ժամ է, չէ ինչ մի քանի օր է, մի քանի շաբաթ է։ Սա չի հասկացվում։ Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը ոչ թե 15 հոգու 5 միլիոնների մեջ է, այլ խնդիրը զանգվածների այդ ուրեմն ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող սերունդի աջակցության մեջ է։ Ինչը այո լուծում է ոչ ամբողջությամբ Բայց առաջին մի քայլն է կատարում այս օրենքով։ Եվ դրա համար այո պետք է մենք ողջունենք կառավարության նախաձեռնությունը 30,000 մայրերին այս ոչ մեծ, ոչ ամբողջությամբ խնդիրները լուծող, բայց առաջին քայլը կատարող օրենքի ներկայացումը ազգային ժողով։ Խտրականության մասին խոսք գնաց։ Ես ձեզ հարց եմ տալիս, բայց դա խտրականություն չի, մեկին 10 միլիոն արձակուրդային կամ աշխատավարձ, մեկին 50,000։ Բայց դա խտրականություն չի, որ այդ մարդը այն էլ է երեխա, այն էլ է երեխա, այն աղքատի երեխան երեխա չի, որ պետք է 50,000 ստանա իր մայրը, հարուստի երեխան են, որ 10 միլիոն աշխատավարձ է ստանում, չգիտես ինչի համար, հա, Ուրեմն ինքը 1 միլիոնով չի բավարարվում, նրան 10 միլիոն է պետք ամիսը, որպեսզի այդ մի երեխային տանեն Միացյալ Նահանգներում երևի կամ չգիտեմ այլ եվրոպական երկրում մեծացնեն 4.5 ամիսը։ Սահմանադրության մասին ժողովուրդ, Սահմանադրության 35-րդ հոդված ասում է յուրաքանչյուր աշխատող կին հղիության ու ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի եւ նոր ծնված երեխայի խնամքի համար արձակուրդի իրավունք։ Չի ասված պետք է լինի հավասար, թե պետք է լինի անհավասար, թե պետք է լինի 100%, թե պետք է լինի 95.5%, թե ինչպես։ Եվ այստեղ հակասահմանադրության հարց չկա։ Խնդիրը էլի բերում ենք, ասում ենք այդ 15-20 հոգու մեջը, ուրեմն այդ 15-20 հոգու աշխատավարձը, եթե դա 1 միլիոնից ավելի 5 է, 10 է, 15 է եւ այլն, ես ձեզ հարց եմ տալիս։ Այդ ինչ մի Այսպես ասած, ականավոր աշխատանք է կատարում անձնավորությունը, որը ստանում է այդքան բարձր աշխատավարձ։ Մի քանի տասնյակ անգամ բարձր, քան թե Հայաստանում միջին աշխատավարձն է։ Ուրեմն դա կամ հաջողակ բիզնեսի ղեկավար է կամ ղեկավարներից մեկն է, որը կարող է 4.5 ամիս ժողովրդի ասելով յոլա գնալ 1 միլիոն դրամով, շատ շատերը, ես ասում եմ ընտրողների անունից, իմ ընտրողների բոլորը ասում են, որ դա անարդար է որ մեկը ստանա 10 միլիոն ուրեմն արձակուրդային երեխայի, նույն փոքրիկ հայ երեխայի ուրեմն մեծացնելու համար, մյուսը ստանա 50,000 դրամ։ Այո անարդար է։ Եվ 1 միլիոնով այո հնարավոր է 4.5 ամիս յոլա գնալ, եթե դա
մի մեծ սեփականատեր է, մի մեծ հիմնարկի, հարուստ հիմնարկի, որտեղ հարուստ հիմնարկները կարող են տալ 10 միլիոն կամ 5 միլիոն կամ 3 միլիոն աշխատավարձ։ Կամ էլ դա top manager է։ Top manager, որը անփոխարինել է, որտեղ ասենք գիտությունների տեխնացու, ամբիոնի վարիչը, միջև 40 տարեկան, խոսքը միջև 40 տարեկանների մասին է, հա, նրանք են ռեպրոդուկտիվ տարիքի կանայք, այսօր ստանում է 120-100 հազար աշխատավարձ, գիտությունների տեխնացու, ամբիոնի վարիչ, այսինքն միտք, գաղափար, կրթվածություն, դրսերում սովորած եկած, այդ ինչ մի top manager է դա, որը ստանում է այդ գիտությունների տեխնացու ամբիոնի վարիչից 20 անգամ շատ աշխատավարձ։ Եթե դա իսկապես անփոխարինելի top manager է, ապա նրա աշխատանքի մնալու 4.5 ամսից հետո ամենաշատը շահագրգռված է նրա գործատերը, որովհետև դրա նմանը դա վունդերկինդ է, հասկանում եք, վունդերկինդ։ Այդ գործատուն կտա այդ մի քանի միլիոնը, կասի մենակ թե դու հետո վերադարձի ինձ մոտ։ Այո, գործատուն է շահագրված, որ այդ վունդերկինդը չգնա ուրիշ մի գործատուի մոտ հետո։ Հիմա 4.5 ամսից հետո այդ վունդերկինդը հետ կգա եւ կշարունակի ստանալ իր 10 միլիոն դրամ աշխատավարձը, դրանից 100,000 դրամ կտա մեկ մարդ կվարձի, իր երեխային կնայի եւ որևէ խնդիր չկա, ինքը կշարունակի ստանալ իր 10 միլիոն դրամ աշխատավարձը։ Եվ եթե ինձ եք հարցնում, այո, ես գտնում եմ, որ եթե մեկը ստանում է 10 միլիոն, այս արձակուրդի ժամանակ նրանք տալիս ենք 1 միլիոն, 9 միլիոնը բաժանենք, ասենք 300 կանանց միջև չաշխատող, ճիշտ է թե ոչ, ասեմ ճիշտ է դա արդար է, եւ այո, դա խտրականությունը նվազեցնում է, այդ իսկ առումով աջակցում եմ ձեր նախագծում այդ 1 միլիոնի սահմանափակումը մտցնելը, դա ճիշտ է եւ արդար է, եւ ժողովրդագրական է, եւ ժողովրդավարական է։ Հիմա ասենք հետեւյալի մասին։ Ինչի մենք չենք խոսում 18,000 դրամ ստացող այն մնացած 12,000 կանանց մասին, ովքեր աշխատում են, ստանում են մեկը 100,000, մեկը 200,000, մեկը 300,000 լավագույն դեպքում, հետո գնում են ֆիզարձակուրդ, ստանում են 2 տարի 18,000 դրամ։ Այո, այստեղ է, որ ժողովրդագրական խնդիր կա, որովհետև այդ կինը չի կարող 100,000, այն 10 միլիոն ստացողի նման չի, որ 100,000 տա, մի հատ մեկին պահի երեխա պահող։ Ինքն էլ գնա վերադառնա իր 10 միլիոնանոց աշխատանքին։ Ոչ, ինքը ստանում է 200,000 կամ 150,000, այսպես ասած մի կերպ ամուսինն էլ երիտասարդ ընտանիք է, այդքանը շատ ամուսինն է ստանում լավագույն դեպքում, իրանք մի կերպ յոլա են գնում։ Չեն կարա վերադառնան աշխատանքի մի հատ էլ աշխատող պահեն։ Այսինքն 18,000 դրամը իր վրա կախված որպես վտանգ 300,000 դրամից պետք է հրաժարվի, գնա 18,000 դրամով 2 տարի տունը երեխա մեծացնի։ Սրա մասին պետք է մտածենք։ Այստեղ է զանգվածը, այստեղ է մասսան, 12,000 մայրեր գտնվում են այս սպառնալիքի տակ։ 18,000-ը, այո, քիչ է, շատ քիչ է, եւ դուք շատ լավ հասկանում եք, որ մենք դրանով չենք կարող ուրեմն ծնելիությունը մեծացնել, աճացնել։ Ինչ եմ ես առաջարկել եւ ինչի մասին այսօր խոսվեց, եւ պարոն նախարարը խոսեց, եւ պարոն Հակոբյանը խոսեց, ես առաջարկում եմ այն կանանց, ովքեր 18,000 դրամով փոխհատուցում են ստանում, տանը նստած 2 տարի, նրանց թույլ տալ, որ գոնե մինչև նվազագույն աշխատավարձ հնարավորություն ունենան պայմանագրային կարգով ստանալ լրացուցիչ եկամուտ։ Այսօր ինչ է ստացվում, 18,000 դրամ է ստանում, 5,000 դրամի միանվագ աշխատանք է կատարում, հետո 3 ամիս հետո եթե բացահայտվում է, այդ ուրեմն 18,000 դրամները կտրում են նպաստը մեր օրենքով, բաց է դրանից, ուրեմն նաև 18,000-ներ այդ մի քանի 3 ամսվա համար հենց պետք է վերադարձնենք, քննիչներ են գնում, ստուգումներ են կազմակերպում եւ այլ եւ այլ։ Ըստ էության մեր օրենքը, այս օրենքը, որը գրված է, իմ կարծիքով արդեն իսկ հարցը լուծել է, որովհետեւ մայրության նպաստի համապատասխան կետում գրված է, որ սույն օրենքով, օրենքի իմաստով չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, արտոնագրային վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համար 1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճարահատ ձեռներեցը, ինչպես նաև քաղաքացիա իրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման ծառայությունների մատուցման դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը։ Հիմա ստացվում է, որ այս օրենքի կետով
այս անձինք համարվում են չաշխատող, իսկ ուրեմն նույն օրենքի 28-րդ հոդվածի մաս 14.3-ով համարվում են աշխատող։ Նույն անձը։ Ես առաջարկում եմ այս